Ողջույն։ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մեծ պոպուլիստ է, ռեկորդակիր ստախոս, այլև պարզվեց անմրցելի ընտրակեղծարար։ Նախընտրական ու ընտրական բռնաճնշումները, քաղաքական ձերբակալությունները, կալանավորումները, վարչական ռեսուրսի անխնա օգտագործումը, վախի մթնոլորտը, պատերազմի սպառնալիքը եւ ոչ մի բան նրան չօգնեցին հաղթել ընտրություններում, այլ օգնեց քվեների պարզ գողությունը։ Ընտրությունների մասնակից ուժերը եւ ժողովուրդը կասկածի տակ են առնում խորհրդանական ընտրությունների արդյունքները։ Միասնության թևերը նշում է, որ տեղամասերից մեկում ստացել է 76 ձայն, կենտրոնական ընտրական հանձնաժողովը արձանագրել է 0։ Մեկ այլ տեղամասում ուժեղ Հայաստանը տարել է 136 ձայն, դիմացը գրված է 0։ Հայաստան դաշինքը տարել է 112 ձայն, դիմացը նշված է 8 եւ այսպես շարունակ։ Իսկ ԲՀԿ-ի պարագայում խայտարակության գլուխգործոց է։ Այս ուժը ընդամենը 4 տեղամասում իր կորցրած ձայները հետ բերելով մտնում է ազգային ժողով։ Այսինքն տեղի ունեցել ձայնագողություն, որը ազդում է ընտրության արդյունքների վրա։ Վստահ եմ, որ այս կեղծիքների արդյունքում է, որ եւ ոչ մի առաջատար ուժ չի ստացել այն ձայները, որ պետք է ստանար զանազան հարցումներով։ Իսկ ԿՊ-ն ստացել է շատ ու շատ ավելին, քան կարող էր։ Ընդդիմությունը ինքը կորոշի ինչպես է շարունակելու գործընթացները, բայց կա մի քանի բան, որոնց շուրջ կուզենամ միասին տրամաբանենք։ Ժորժ ջան, անկեղծ ասած 2021 թվականի ընտրությունների արդյունքում խորը հիասթափություն եմ ապրել, որովհետև չեմ մտածել, որ պատերազմից, կորուստներից, նվաստացումներից հետո ժողովուրդը առհասարակ ձայն կտա Փաշինյանին։ Բայց 2026-ի ընտրություններից էլ ավելի խորը հիասթափություն եմ ապրել, որովհետև վստահ եմ, որ ժողովուրդը 21-ից հետո եկած աղետներից, Արցախի վերջնական ու հենց Փաշինյանի ձեռքով հանձնումից, Հայաստանի տարածքների օկուպացիայից, հողեր հանձնելուց, մեր եկեղեցու, ցեղասպանության, Մասիսի վրա գրոհներից հետո ձայն չի տալու Փաշինյանին, եւ այն թիվը, որը հրապարակվել է, իրականությունից հեռու է։ Իշխանության թվանկարչության համաձայն իրենց ձայն են տվել այն մարդիկ, ում կյանքը այս ռեժիմը վերածել է դժոխքի։ Սա ուղղակի անհնար է ու հակագիտական։ Տեսեք, ամենաաղքատ մարզերից է Գեղարքունիքը։ Ամենաշատ արտագնա աշխատանքի մեկնում են այս մարզից։ Օրինակ, Երանոս, Սարուխան գյուղերը վերցնենք։ Ապրում են Խոպանի հաշվին։ Չկա այդպիսի խոպանչի, որ չգիտի Ռուսաստանի հետ հարաբերությունների վատացման արդյունքում ինչ է սպասում իրեն։ Այս պահին Ռուսաստանի Դաշնությունից դեպորտ են արվում մեր հայրենակիցներ։ Ու հայերի ամենամեծ գործատուներից մեկը Ռուսաստանի Դաշնությունում Սամվել Կարապետյանն է։ Բայց զավեշտը Նիկոլի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցույց տված արդյունքն է։ Այդ արտագնա աշխատանքով ապրող գյուղում Ռուսաստանի Դաշնության հետ կապերը խզող, այսինքն իրենց հացին վայիս լինող ԿՊ-ն ստացել է 832 ձայն։ Սամվել Կարապետյանը, ում մոտ աշխատում են նրանք եւ տունը պահում, ստացել է 235 ձայն։ Ռոբերտ Քոչարյանը, որ ունակ է մեկ շաբաթում սաղ դեպորտների հարցը լուծել, ստացել է 54 ձայն։ Վերահաշվարկարեք ու պարզեք իսկական ձայների թիվը։ Չի կարող Սարուխան գյուղում, որ լրիվ նույն վիճակն է, Ռուսաստանի հետ կապերը խզող ԿՊ-ն ստանա 1254 ձայն, սարուխանցիներին աշխատանք տվող Սամվել Կարապետյանը ստանա 487 ձայն։ Ըստ պաշտոնական թվերի, այն գյուղերի ու քաղաքների բնակիչները, ում իշխանությունը զրկում է հացից, ընտանիքին մատնում է սովի եւ անգործության, ուրախ գնում ու ԿՊ են ընտրում։ Համել իր ընտանիքը։ Համաձայնեք, որ լուրջ չէ։ Զվարթնոց գյուղի ջերմոցատերերը ողբում են, որ Նիկոլի պատճառով Ռուսաստանը փակել է ճանապարհը եւ նրանց հազարավոր դոլարների ծաղիկներ լցվել են աղբամանը։ Եվ ուրեմն խիստ անհավանական է, որ նրանց ընտանիքներին վնասած, հացից կտրած, արդեն անհուսալի վարկերի տակ գցած Փաշինյանը ստանա այդ գյուղից 1600 ձայն։ Ռոբերտ Քոչարյանը, որ խոստանում է մեկ զանգով այդ խնդիրը կարգավորել, ստանա 250 ձայն, կամ Սամվել Կարապետյանը 600 ձայն։ Չեմ հավատում։ Վերահաշվարկով պարզեք իրական պատկերը։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2 տարի առաջ հանձնեց Կիրանց գյուղի կեսը, թուրքին մտցրեց մարդկանց տուն։ Չի կարող թուրքի իր տուն բերած Նիկոլին այդ գյուղում տան 70% ձայն։ Ավելին ասեմ, այստեղ ընտրությունների մասնակցությունը պարզվեց ընդհանրապես կազմել է 120%։
Չի կարող շուրնուխի կեսը Նիկոլը հանձնի Թուրքին, տան բոլոր պատուհաններից Ադրբեջանի դրոշի երևա, բայց Նիկոլը տանի շուրնուխում 80 ձայն։ Երաշխավորված խաղաղություն խոստացող Քոչարյանը ստանա 13 ձայն։ Չեմ հավատում։ Ինչ տրամաբանությամբ են ՔՊ-ին ձայն տվել այն սահմանամերձ գյուղերի բնակիչները, որոնք ամեն գիշեր քնում են ադրբեջանական դիպուկահարի նշանառության տակ ու ուղիղ օկուպացիայի վտանգի առաջ են։ Ըստ Նիկոլի ու իր կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Նիկոլի պատճառով թուրքը մտել է իր գյուղ, բայց ընտրում է գյուղի դարպասները բացողին։ Մարդու տունը կիսել են, գյուղի կեսը տվել են Ադրբեջանին, բայց գնացել շնորհակալություն է հայտնել Նիկոլին։ Սա հնարավոր է միայն կեղծիքի թվանկարչության պայմաններում։ Փաշինյանը խոստացել է հենց ընտրվի հանձնի Տիգրանաշենը։ Չի կարող այդպիսի սպառնալիք հնչեցնել, բայց այդ տարածքում ստանա 249 ձայն, Հայաստան դաշինքը, որ խոստանում է փակել թեման, ստանա 13 ձայն։ Հավատում եք։ Տավուշի Բերթավան գյուղի կեսը դարձյալ անկլավի անվան տակ հանձնելու է։ Գյուղացիները անհանգստության մեջ են, բայց ըստ Նիկոլենց նկարած թվերի 1066 հոգի ընտրել է ՔՊ-ին, իսկ Քոչարյանը, որ խոստանում է անկլավների հարցը փակել, ընտրել է 130 մարդ։ Լուրջ չէ, տղաներ։ Չի կարող ջերմուկը, որի մատույցներում է թշնամին 4 տարի, օկուպացրել է հսկայական տարածք, Նիկոլին տա 3000 ձայն։ Քոչարյանին, որը թշնամուն հեռացնելու է այդտեղից, 280 ձայն։ Ասում են, մարզպետը բոլորին կաշառել է։ Չեմ պատկերացնում, այդ ինչ փողա, որ ծնդավայր արժե։ Գյումրիում, որտեղ մեկ դոմիկ անգամ չի ազատել երկրաշարժից տուժածներից, իրենց քաղաքապետին բռնել է, իրենց սիրելի սրբազանին կալանքի տակ է պահում, չի կարող ստանալ 21000 ձայն, Քոչարյանը, որ Գյումրին վերականգնել է, ստանա 3000 ձայն։ Սամվել Կարապետյանը, որ խոստանում է այդ գործազուրկ քաղաքում գործարաններ, ստանա 11000 ձայն։ Անհնար է։ Ես չեմ, դուք եք։ Սա նման է իրականության։ Չի կարող Սամվել Կարապետյանը սոտք սահմանամերձ գյուղի բոլոր տանիքները փոխի, ընդ որում վաղուց, ընտրություններից շատ ու շատ առաջ, ընտրակաշառք չէ։ Ու Նիկոլը, որ գյուղի համար ոչ մի բան չի արել, բացի նրանից, որ թշնամուն մոտեցրել է նրանց, ստանա 718 ձայն։ Սամվել Կարապետյանը 177 ձայն։ Հավատում եք, թե իրական թվեր են, ես չեմ հավատում։ Համաձայն ՔՊ-ի նկարած արդյունքների, մեր ժողովուրդը ոչ իր սոցիալականի մասին է մտածում, ոչ ինքնապաշտպանական ու ինքնապահպանման բնազդ ունի, ոչ իր լավ ու վատը գիտի։ Տենց մոլորված, բան չհասկացող ժողովուրդ ենք ուզում են ասել։ Այսինքն այս մարդիկ ձայն տալով դրան կրակել են իրենց ոտքին։ Չեն կրակել, վստահ եմ։ Ում հետ խոսում ես անհանգստացած են, որ Նիկոլի ընտրվելով Հայաստանը լցվելու է ադրբեջանցիներով։ Չէին կարող այդ վտանգի գոտիներում ապրողները ձայն տալ դրան ու վստահ եմ ձայն չեն տվել, պետք է գնալ ու վերահաշվարկ անել, եթե իհարկե քվեաթերթիկները արդեն չեն փոխել։ Կարճ ասած, Հայաստանի դեռ չձևավորված իշխանությունը արդեն լեգիտիմ չէ ու իրապես այստեղ կապ չունի մանդատ վերցնել չվերցնելը։ Թող վերցնեն, որովհետև չվերցնելով էլ բան չի փոխվում, վերցնելով էլ։ Դրան կանդրադառնամ։ Նա մեկ է լեգիտիմ չէ ի սկզբանե։ Եթե 21-ին լեգիտիմ չէր բերած ու պարտված պատերազմից հետո մնալու համար, խոստումները չկատարելու համար, հիմա լեգիտիմ չէ նաև ընտրությունները տոտալ կեղծելու համար։ Հետևաբար, մեր երկիրը, ինչքան որ սրանք ձգեն, լինելու է ոչ լեգիտիմ, մեր պետության ու ժողովրդի շահերը չսպասարկող, մեր անունից քվե չստացած իշխանությամբ, եւ խիստ կասկածելի է, թե երկար կձգեն։